Բարև ձեզ սիրելիներս, այսօր 9 դեկտեմբերի 2025 թվական, ձայնիցս ինչպես հասկացաք, ես վատ առողջ եմ, սակայն ես չեմ կարող սպասել, որպեսզի լավանամ, առողջանամ և ավելի ականջին հաճելի ձայն ունենամ, որովհետև ոչ ես, ոչ դուք մենք ժամանակ չունենք, այդքան քիչ է մնացել Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը և նրա եկեղեցու հափշտակությանը։ Սա շատ կարևոր ձայնագրություն է և այս թեման, որով խոսելու եմ, բայց կարճ, սա և երեքմութ օրերը, սրանք երկու այն թեմաներն են, որոնց պատճառով այս 1.5 տարի ծառայության ընթացքում, Աստծուն ծառայելու ընթացքում ամենաշատ հարվածներն եմ ստացել, ամենաշատ, այսինքն ամենասուր և մարդկանց մոտ անհարմարավետություն, տագնապ, խուճապ առաջացնող թեման է։ Եվ այդ բոլոր ինչպես ասեմ, բացասական վերաբերմունքը, որ ստացել եմ մարդկանց կողմից, դա ինձ չի կանգնեցնում, որպեսզի ես ասեմ ճշմարտությունը այս մասին, որովհետև սա վերաբերում է երեխաների հափշտակությանը և այն մարդիկ, ովքեր անհավատ են և թերահավատ են, բնականաբար նրանց մոտ այսպիսի խոսքը մեծ տագնապ է առաջացնում և խուճապ, և ես ձեզ հասկանում եմ, ես իրականում չեմ նեղանում, ինչու, որովհետև հասկանում եմ, եթե ես լինեի անհավատ, եթե ես լինեի կռապաշտ, հեթանոս, չհավատայի, որ Տեր Աստվածն իմ հետ է, որ նա իմ երեխաների պաշտպանն է, և էլ չեմ ասում, որ եթե ես չհավատայի հափշտակությանը, եթե ես ուղղակի լինեի ինչ-որ կռապաշտ կամ հեթանոս մեկը և ինձ գային ասեին, որ գիտես մի որոշ ժամանակ հետո Հիսուս Քրիստոսը տանելու է քո երեխային երկրի վրայից, իսկ եթե ես Հիսուս Քրիստոսին չեմ ճանաչում, անունը գիտեմ ուղղակի, ոնց կվստահեմ Հիսուս Քրիստոսին, եթե ես չեմ ճանաչում, ոնց պատկերացնեմ, որ իմ երեխաներին իրոք Աստված տանում է իր թագավորություն և ես կարող եմ հանգիստ լինել։ Չէ, ոչ մի աթեիստ կռապաշտ հեթանոս չի կարող նորմալ վերաբերվել, եթե ես մոտենամ ու ասեմ, գիտեք, ձեր երեխաներին Հիսուս Քրիստոսը շուտով տանելու է, որովհետև նրանք մաքուր են, բայց դուք մաքուր չեք, պետք է ապաշխարեք և ընդունեք ձեր Տեր Աստծուն և Փրկչին Հիսուս Քրիստոսին։ Այնպես որ ես ձեզ հասկանում եմ, ես ձեզանից չեմ նեղանում, Տեր Հիսուս Քրիստոսի գալստյանը շատ քիչ է մնացել և ես շատ մեծ հույս ունեմ, որ գոնե տագնապից ու վախից ձեր երեխաների հետ այլևս չլինելու վախից, այսինքն ճակերտավոր ասած ձեր երեխաներին կորցնելու վախից, միգուցե վերջապես թեքվեք դեպի Աստված, դեպի Տեր Հիսուս Քրիստոս, փորձեք դարձի գալ, փորձեք փնտրել և գտնել ձեր իրական ճշմարիտ Աստծուն Հիսուս Քրիստոսին։ Չգիտեմ, ինձանից հասնում է սերմը ցանեմ և մնացածը Սուրբ Հոգին է անում։ Հավատում եմ, որ որոշ մարդիկ այս խոսքիցս հետո դարձի կգան առ Աստված։ Ուրեմն Տեր Հիսուս Քրիստոսը գալու է իր թագավորությունից, իջնելու է մեր երկինք դեպի և ինչպես գրված է Աստվածաշնչում, Նոր Կտակարանում, մենք մեր Տիրոջը հանդիպելու ենք երկնքում, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ գա, նա մեզ մի ակնթարթում մեր մարմինները փոխելու է, մեր մարմինները փոփոխվելու են դառնալով երկնային մարմիններ, ուղղակի վերցվելու ենք երկրի վրայից, բայց արդեն փոխված մի ակնթարթում մեր մարմինները ֆիզիկականից կդառնան երկնային և կբարձրանան երկինք, որտեղ որ կհանդիպենք Հիսուս Քրիստոսին և նրա հետ կգնանք իր թագավորություն։ Եվ այս ամենը գրված է Աստվածաշնչում, Նոր Կտակարանում և այնքան ժամանակ չկա, որպեսզի շատերը կարողանան Նոր Կտակարանը այնպես ուսումնասիրել, որ ամեն ինչ հասկանան, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է կանչել Տեր Հիսուս Քրիստոսի անունը, խոնարհություն գտնել իր մեջ և աղոթքով խնդրել, որ Տեր Աստված, Տեր Հիսուս Քրիստոս գա իր կյանք և իրենք տեսնեն իրենց Փրկչի ներկայությունը իրենց կյանքում և Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարտությունը նաև տեսնեն և ճանաչեն և հասկանան։
Եվ Տեր Հիսուս Քրիստոսը կպատասխանի ձեր հարցին, եթե դուք հարցնեք, արդյոք սա ճիշտ է, արդյոք դու գալու ես մարդկանց քո զավակներին երկրի վրայից տանես։ Տեր Հիսուսը ձեզ կպատասխանի, որովհետև նա հենց այդ հարցին է սպասում։ Հիմա ուրեմն այն պահից սկսած, երբ Տեր Հիսուսը կտանի իր զավակներին, երկրագնդի վրա կսկսվի ամենադաժան 7 տարիների թեթև սկիզբը համեմատաբար, որովհետև դա կոչվում է վիշտ եւ նրա երկրորդ կեսը կոչվում է մեծ վիշտ եւ երկրորդ կեսին ինչ որ տեղի կունենա անհամեմատելի կլինի առաջին կեսի հետ, բայց դրա մասին չի որ խոսում եմ հիմա, փորձում եմ ձեզ կարճ ներկայացնել, թե ինչ է մեզ սպասում։ Մեզ սպասվում է այն, որ Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես խոստացել էր, գալիս է մեր հետևից։ Եվ մեզ մնացել էր հաշված օրեր, այսպես ասեմ, լավ, աշխարհի վերջին օրերի, վերջին վայրկյաններն ու րոպեները։ Եվ բոլոր բալիկները, նորածիները եւ փոքրիկ մանուկները մաքուր են եւ պատկանում են Հիսուս Քրիստոսին։ Եվ Տեր Հիսուսը նրանց բոլորին անկախ ազգությունից եւ կրոնից տանելու է իր թագավորություն, որովհետև նա թույլ չի տա, որ այն աստվածային բարկությունը, որ լցվելու է երկրագնդի վրա, եւ այն վշտի տարիները, որտեղ որ սատանան մարմնավորված հակաքրիստոսի մարմնում կգործի եւ իր նշանը կդնի մարդկանց վրա։ Եթե ես ձայնագրություն անելուց առաջ մտածում եմ, որ այս խոսքը երբ որ լսեն մարդկանց սրտերում ինչ կկատարվի, այդ պահին միանգամից հիշում եմ, իսկ ինչ կկատարվի մարդկանց սրտերում, երբ հափշտակություն տեղի ունենա եւ բոլոր ընտանիքներում ուղղակի ինչքան բալիկներ կան անհետանան։ Ինչ կկատարվի այդ ծնողների հետ, այդ տատիկ պապիկների հետ եւ այլն։ Ինչ կկատարվի, այսինքն ստացվում է, որ այս լուրը, որ ես ձեզ հայտնում եմ, դա ուղղակի ընդհանրապես շատ թեթև ստրես է ձեր անհավատ սրտի համար, համեմատած նրա հետ ինչ կլինի։ Եթե դուք չիմանաք ճշմարտությունը, կանչեք Տիրոջ անունը եւ ինքներդ ընդունեք ձեր Տեր Աստծուն, նրա ապարգևած հավիտենական կյանքը, փրկությունը, որ տվեց մեզ խաչի վրա իր արյամբ, մեզ մաքրելով մեր մեղքերից, ազատելով դժոխքից, իսկ եթե չեք անի դա, երբ հափշտակություն տեղի ունենա, ձեզ կխաբեն ու կասեն, որ այլ մոլորակայինները հարձակվեցին ու տարան ձեր երեխաներին, խնդրում եմ, մի հավատացեք, որովհետև ձեր երեխաներին կտանի իր մոտ Հիսուս Քրիստոսը եւ նրանք կապրեն Աստծո արքայությունում, Աստծո փառքի մեջ, Աստծո լույսի եւ հավիտենական կյանքի մեջ եւ եթե չեք հավատա, այդ ժամանակ ուսումնասիրեք այսպիսի ալիքներ եւ կհասկանաք ու նաեւ ուշադիր եղեք, կհասկանաք, որ բոլոր հափշտակվածները եղել են իրական քրիստոնյա մարդիկ, ովքեր ամբողջ սրտով, հոգով եւ մտքով պաշտել են իրենց Տեր Աստծուն միայն Հիսուս Քրիստոսին, Սուրբ Երրորդությանը։